Ինչպես եւ խոստացել էինք սկզբում, մենք այսօր խոսելու ենք առողջության եւ գեղեցկության մասին։ Գավառում արդեն երկար տարիներ է գործում է Խաչատրյանց ստոմատոլոգիական կլինիկան, որը ժամանակակից բուժական ու էսթետիկ ատամնաբուժական լայն ծառայություններ է մատուցում տեղի բնակչությանը։ Մեր տաղավարում են Խաչատրյանց ստոմատոլոգիական կլինիկայի ընտանեկան ստոմատոլոգ Մարիամ Հարությունյանն ու մանկական ստոմատոլոգ օրթոդոնտ Մարիամ Խաչատրյանը։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Բարի գալուստ։ Շնորհակալություն։ Ինչպես որոշեցիք, մեզ էլ է շատ հաճելի, շնորհակալություն։ Ինչպես որոշեցիք հենց բացել ստոմատոլոգիական կլինիկա, այն էլ Գավառում, սկսենք ամենասկզբից։ Խաչատրյան ստոմատոլոգիական կլինիկան հիմնադրվել է 2022 թվականին հայրիկիս Արսեն Խաչատրյանի աջակցությամբ։ Կլինիկայում մի սկզբանե աշխատել ենք ես եւ եղբայրս Նորայր Խաչատրյանը, ով համարվում է եւս ընտանեկան ստոմատոլոգ, այնուհետեւ մեզ է միացել մեր սիրելի բժշկուհին Մարիամ Հարությունյանը, ով դոկտորի կինն է, եւ արդեն ընտանիքով ենք աշխատում։ Երկու Մարիամ։ Եվ կլինիկայում աշխատում ենք այսպես ընտանիքով եւ կլինիկայի անձնակազմի հետ հիմնել ենք մեր փոքրիկ ընտանեկան ստոմատոլոգիան։ Սովորաբար այսպես է Հայաստանում, չգիտես ինչու, եւ դա սխալ է, որ բոլորը ձգտում են գալ Երևան, թե բիզնեսի տեսակետից, թե մարդիկ բուժվելու համար, որտեղ համապատասխան իրենց բնակավայրերում ցավոք սրտի այդ պայմանները չեն։ Այնչու որոշվեց, որ հենց Գավառում ես համոզված եմ, որ ձեր հայրիկը կարող է նաեւ Երևանում բացել կլինիկան։ Ինչու հենց Գավառում։ Ինչի է դա կարևոր ձեր համար եւ ձեր ընտանիքի համար։ Կարևոր է դպրոցը ավարտելուց հետո մասնագիտական դպրոցը ավարտել են Գավառում ու մասնագիտական արդեն կրթությունը ստացել մայրաքաղաքում, բայց նպատակ կար մեր մարզում հենց Գավառում հիմնել այնպիսի ստոմատոլոգիա, որը կբավարարի ժամանակակից չափորոշիչների եւ մարդիկ արդեն ստիպված չեն լինի մայրաքաղաք հասնել փոքրիկ միջամտությունների համար։ Հիմնել ստոմատոլոգիա, որը հասանելի կլինի մարզային բնակչությանը եւ նրանք տեղում կարող են օգտվել որակյալ ստոմատոլոգիական ծառայություններից։ Հիանալի։ Ինչ ծառայություններ եք մատուցում։ Մեզ մոտ մատուցվում է ստոմատոլոգիական ոլորտի բոլոր ծառայությունները, ինչպիսիք են վիրաբուժական, իմպլանտոլոգիական, օրթոպեդիկ, թերապևտիկ, մանկական եւ օրթոդոնտիկ ծառայությունները։ Այսպիսով մեր այցելուները գիտեն, որ ցանկացած խնդրի դեպքում կարող են դիմել մեզ եւ անհրաժեշտություն չկա էլ այցելելու մայրաքաղաք, որը որ նախկինում շատ առավել հաճախ հանդիպում էր։ Մայրաքաղաք դու գան համերգների, չգիտեմ։ Կամ ծայրահեղ իրավիճակների մեջ երբ ուղղակի հնարավոր չէ դա իրականացնել։ Ինչ նպատակներ ունեք, ինչ նոր ծրագրեր ունեք։ Նպատակներն իրականում շատ են, սակայն երևի ամենակարևոր եւ առաջնային ցանկությունը, որը կցանկանամ նշել, դա այն է, որ ստոմատոլոգիան հասցնենք այնպիսի մակարդակի վրա, որ այցելուները դիմեն առավել հաճախ կանխարգելիչ նպատակներով, քան բարդությունների։ Այսինքն պրոֆիլակտիկ։ Այո, քանի որ շատ ցավալի է, պետք է նշեմ, որ առավել հաճախ ներկայումս հանդիպում ենք հենց բարդացած վիճակների հետ եւ եթե կենտրոնանանք հենց մանկական ստոմատոլոգիայի վրա, այսինքն առավել հաճախ հանդիպում ենք բարդացած կաթնատամների հետ, որոնք արտահայտված պերիոդոնտիտներն են, դրանք կարեսի բարդություն են հանդիսանում, կամ երբ երեխաների մոտ մշտական ատամները նոր ծկթած են լինում եւ լիարժեք ձևավորված արմատներ չեն ունենում, սակայն արդեն նյարդի ախտահարման է գնացած լինում պրոցեսը, որը որ սնուցումն է խանգարում, ատամի հետագա զարգացումն է խանգարվում, այսինքն նման բարդությունների հետ շատ հաճախ ենք հանդիպում եւ կցանկանանք ժամանակին եւ ճիշտ ախտորոշման դեպքում կկարողանանք նմանատիպ խնդիրները կանխարգելել։ Խոսեցինք նաեւ օրթոդոնտիայից, ինչը հիմա բավականին այսպես տարածված է, գրեթե ամեն երկրորդ երեխան ունենում է այդ կծվածքի խնդիրը եւ այլն։ Ինչն է սրա պատճառը։ Օրթոդոնտիկ խնդիրները լայն տարածում ունեն եւ այն նաեւ լայն զարգացող ճյուղ է համարվում։ Օրթոդոնտիկ խնդիրները եւս, եթե վաղաժամ հայտնաբերվեն, եթե պրոֆիլակտիկ այցը երեխայի մոտ կազմակերպվի 6-ից 7 տարեկան հասակում, երբ որ երեխան առաջին կաթնատամը փոխարինում է մշտական ատամով, այդ շրջանում եթե պրոֆիլակտիկ ստոմատոլոգի մոտ, մանկական ստոմատոլոգի մոտ երեխային այցերի հաճախակի 6 ամիսը մեկ բարբերաբար ծնողը տանի, հնարավոր է խնդիրները վաղաժամ հայտնաբերել եւ վաղաժամ լուծում տալ։ Վաղաժամ փուլերում հայտնաբերված խնդիրները բուժվում են ավելի թեթև եւ արդեն չենք հասնում բարդությունների կամ բարդ բրեկետային բուժման։
Խաչատրյանց կլինիկան ստոմատոլոգիական գավառում արդեն այդ մշակույթը մտցնում է հասարակության մեջ, որ մարդիկ հասկանան, որ երեխաները հասկանան, որ ատամնաբուժարան գնալը վախենալու բան չի, անգամ հաճելի բան է, նվերներ են ստանում, բժիշկներ են պարզել, չէ, որ արդեն այդ խնդիրը չկա։ Մեծահասակները հասկանան, որ պրոֆիլակտիկան ավելի կարևոր է, այդ մշակույթը կա, որովհետև այդ մշակույթի բացակայության հետ անգամ մայրաքաղաքում ենք մենք շատ դեպքերում առնչվում։ Ամբողջական դիտարկենք, երևի թե չկա, բայց մեծամասամբ ծնողները արդեն հետևողական են շատ։ Եթե օրինակ ոչ վաղ անցյալում դիտարկենք, եթե ենթադրում են, թե եթե կաթնատամը դա բուժման կարիք չունի, կգա ժամանակը կընկնի, ապա ներկայումս ծնողները բավականին հետևողական են եւ ցանկացած նոր ի հայտ եկող խնդրի դեպքում ձգտում են դիմել ստոմատոլոգիա, այսինքն փորձում են փրկել կաթնատամը։ Ինչքանով է մատչելի բուժումը, այ դուք նշեցիք, որ մարզերում բնակիչների համար մատչելի, մենք հասկանում ենք, որ մարզերում մարդիկ ավելի քիչ գումարներ են վաստակում, քան մայրաքաղաքում, ցավոք սրտի։ Եվ եթե որակի տեսակետից դուք նույն որակն եք տալիս, ապա ինչպես եք մատչելիություն ապահովում բուժման։ Ծառայությունները տարբեր են եւ բուժումներն էլ իրանց տեսակով տարբեր են։ Փորձել ենք հարմարեցնել այդ ամեն ինչը տարածաշրջանի բնակչությանը։ Արժեքները ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր, այսպես կարող եմ ասել։ Հա, այդպես է, հա։ Իսկ Երևանից գալիս են ձեզ մոտ արդեն։ Այդպես է որ լինի։ Նման դեպքեր են լինում են։ Բժշկական տուրիզմ դեպի գավառ։ Իդեպ խոսում ենք այդ մասին անցյալ նախարարությունը, որ պետք է նաև զարգանա բժշկության բժշկական տուրիզմը։ Կան ունեք հաճախորդներ, պացիենտներ, որոնք որ Երևանից կամ այլ քաղաքներից են գալիս, ոչ միայն գավառի բնակիչները։ Այո, բայց հիմնականում արդեն այն պացիենտներն են, ովքեր ինչ-որ կապ ունեն գավառի հետ, օրինակ ծնողներ, տատիկներ, պապիկներ ունեն եւ պարբերաբար կարևոր է դա։ Մենք գիտենք, որ դուք նաև բարեգործական հիմունքներով աշխատում եք նաև գավառի մանկատան երեխաների հետ, սա շատ կարևոր եւ շատ այսպես կարևորագույն գործ է, որ դուք կատարում եք, կուզենամ նաև այս մասին խոսենք։ 3 տարի է ինչ կլինիկան գործում է եւ այդ ժամանակահատվածից սկսած մենք աշխատում ենք նաեւ երեխաների հետ եւ կարող ենք ասել, որ մեծ ուրախությամբ կարող ենք նշել այն, որ երեխաները բավականին մեծ սիրով եւ վստահությամբ կարողանում են դիմել մեզ։ Իսկապես արդեն ընկերացել ենք իրենց հետ, իրականում աշխատել նրանց հետ եւ նրանց հետ, այո, նամանավանդ մանկատան սաների հետ, նրանց հոգեվիճակը եւ այլն, այդ վստահությունը, ընկերությունը նրանց հետ ստեղծել, բայց դա մեզ հաջողվեց, ունենք արդեն հավատարիմ բուժառուներ, ովքեր սիրով հաճախում են մեզ մոտ։ Աշխատում եք նաեւ ներողություն, սոցփաթեթի շրջանակներում, հա, մի փոքր նաև սա մանրամասներ։ Այո, դա էլ է կարևոր, որովհետև շատ մարդիկ ունեն այդ սոցփաթեթները, բայց չեն կարող օգտագործել, որովհետև չկա համապատասխան վայր, որտեղ կարելի է օգտագործել։ Նախորդ տարվանից սկսած է, ինչ այդ գործողքը կարողանում ենք իրականացնել, այսինքն պետությունը հաստատեց նման օրենք եւ մենք սկսեցինք աշխատել նաեւ սոցփաթեթի շահառուների հետ, ովքեր որ ունեն իրենց այսպես կոչված հանգստի գումարը եւ շատ այցելուներ օգտվում են իրենց այդ հնարավորությունից եւ օգտագործում են ատամնաշարի վերականգնման համար։ Հիանալի։ Աղջիկներ, մենք գիտենք, որ դուք նաև այսքան գործունեություն ծավալելուց զատ նաև մայրիկներ եք, ինչպես եք կարողանում համատեղել։ Գորը միգուցե չհասկանա այդ փաստը, բայց ես շատ լավ հասկանում եմ, թե դա ինչ մեծ դժվարությունների հետ է։ Իհարկե Գորը հայրիկ է, մայրիկ չէ, դրա համար եմ ասում, որ միգուցե չհասկանա։ Դրա համար ասեցի, դրա դիճ է աղջիկներ ինչպես եք կարողանում համատեղել։ Եվ ինչպես են ձեր ամուսինները ձեր գործունեությանը վերաբերում։ Այդ դա է կարևոր։ Դե քանի որ ես աշխատում եմ իմ ամուսնու հետ միասին։ Բայց ասում են ամուսինները մեկ վայրում չպետք է աշխատեն։ Ունեք ինչ-որ խնդիրներ, թե չէ, թե նորմալ է մեջ։ Խնդիրներ չէ։ Եթե ինչ-որ քննարկումներ կամ ինչ-որ խոսակցություն լինում է, ավելի շատ աշխատանքային խնդիրների շուրջ է ինչ-որ քննարկումներ առաջանում։ Իսկ եթե անձնականին չի անդրադառնում։ Դե շատ, դա կարևոր է։ Ինչպես եք հասցնում։ Դե լավ, ամուսնու հետ, բայց միևնույն է, չէ՞, մայր եք եւ ամուսինի պահանջները մի քիչ խելքից դուրս են։ Ես իսկապես եմ ասում, որովհետեւ կարծես թե մենք մոռանում ենք, որ մենք էլ ենք աշխատում, կինն էլ է աշխատում, բայց մենք որ գալիս ենք տուն, ուզում ենք որ տունը մաքուր լինեն, երեխաները կուշտ լինեն, ճաշը տաք լինի,
չգիտեմ, մեր տաբատները հաղթված լինեն եւ այլն եւ այլն։ Ու կինը լավ տրամադրություն ունի, հա։ Եվ ինչպես է։ Բայց մենք այդպեսինն ենք, մենք կարողանում ենք։ Ես չեմ հասկացում, այո, դե բա հիմա գաղտնիքներն ենք ուզում բացահայտել։ Ինչպես է այդպես ստացվում։ Ես որն է ձեր գաղտնիքը։ Լավ կլինի պատասխանի մեր բազմազավակը, մայրիկը։ Քանի երեխաներ եք դուք։ Սույտ բալիկներ են իմը, տղա աղջիկ։ Հա։ Իրականում շատ դժվար է մանավանդ սույկի հետ, բայց երբ որ ընտանիքը քո կողքին է, երբ որ կա մեծ ցանկություն ու սեր դեպի աշխատանքը ու ճիշտ պլանավորելով օրը, առավոտվա ժամերից սկսած ճիշտ հաշվարկել ամեն ինչը, հնարավոր է ամեն ինչը ժամանակին հասցնել, այո։ Այո։ Ես էլ եմ Պետք է ճիշտ պլանավորել օրը, գիտակցել քո պլանները ու ամեն ինչ հասցնել հնարավոր է։ Ինչպես նաև, եթե կարելի է մեջբերում նաև կատարեմ, շատ շնորհակալություն կցանկանամ հայտնել դրա հետ կապված մեր տատիկների, այսօր մայրիկների, ովքեր կարելի ասել մեր թևու թիկունքն են հանդիսանում եւ միշտ աջակցում են մեզ երեխաների խնամքը լիովին իրականացնում են, մինչև մենք աշխատանքից վերադառնում ենք։ Դե փառատոնը Հայաստանում այդ ինստիտուտը կա եւ շարունակվում է ի տարբերություն շատ ու շատ եվրոպական երկրների, որտեղ դա խնդիր է եւ կանայք օրինակ պարզապես չեն ունենում երեխաներ, որտեղ այդ խնդիրը շատ լուրջ խնդիր է, որին լուծում չկա։ Գորիս, դու ոչ մի ասելիք չունես մեզ։ Երկորից շատ լավ տոնն է մոտենում։ Ես ուզում էի դա հարցնել։ Իհարկե սպասում եմ։ Նախ ձեր բոլորի գալիք տոնը շնորհավոր, տղամարդիկ մեծ համբերություն։ Մեկ ամիս կանայք պահելու են ձեզ իրենց ինչպես մենք ենք մեզ պահում, գալու են տուն, տարբեր անկյուններում քսելու իրենց գուլպաները, գարեջուր են խմելու, ֆուտբոլ են դիտելու, իսկ մենք պետք է այդ ամենին դիմանանք եւ անենք այն ամենը, ինչ անում են սովորաբար նրանք։ Հիմա հարցս ինչու՞մն է, ինչ որ հատուկ բաներ, հատուկ ծրագրեր ունեք, նախ ակցիաներ, զեղչեր կապված, միամսյակի հետ կապված եւ դրանք արդյոք միայն կանանց են վերաբերում, թե օրինակ տղամարդիկ է կարող են օգտվել կամ երեխաները։ Շկույն կներկայացնենք։ Այո, իհարկե։ Միամսյակի շրջանակներում մենք ունենանք նաև ակցիաներ եւ ակցիաները որոշել ենք իրականացնել առավել պահանջված ծառայությունների դիմաց, որոնցից մեկը դրանք ատամների լուսային սպիտակեցումն են, հիմնականում երիտասարդության շրջանակներում ենք շատ պահանջարկ ունենում, որի համար այս մեկամսյակի շրջանակներում կգործի 20% զեղչ եւ իմպլանտոլոգիական ծառայությունների համար կգործի 30% զեղչ եւ ինչպես հարցը ուղեցիք, միայն կանանց եւ աղջիկներին չի վերաբերվում ակցիան, այլ տղամարդիկ եւս, այո։ Դե քանի որ դուք նոր շատ լավ։ Ես միշտ գիտեի, որ գավառներում բնակվող մարդիկ ավելի հոգատար են, քան այո, որտեղ Երևանում միայն կանանց։ Բայց միամսյակն է ընդամենը, Գոր, ես կարծում եմ, որ դու այսպես շատ լավ։ Մի տեսակ ես տրամադրված։ Ոչ, երկու տեսակ եմ տրամադրված, որտեղ ունեք 2 տոն, մարտի 8 եւ ապրիլի 7։ Ես կասեմ մեկամսյակ, չմոռանաս այդ մասին, խնդրում եմ։ Աղջիկներ, մենք խոսեցինք ծառայություններից իհարկե, բայց եկեք մի փոքր ավելի մանրամասնենք այն բոլոր ծառայությունները, որը իրականացնում է ստոմատոլոգիական կլինիկան, որտեղ վստահ եմ, որ մեզ հիմա շատ շատերն են դիտում եւ շատերին հետաքրքրեց արդյոք այս process-ը կարող ենք այստեղ իրականացնել կամ այն։ Եկեք մի փոքր ավելի մանրամասնենք։ Ինչ է իրականացնում Խաչատրյան ստոմատոլոգիական կլինիկան։ Եվ հարցը ավելացնելու մենք հասկանում ենք, որ ստոմատոլոգիան կամ ատամնաբուժությունը այսօր դա ոչ միայն այն ինչ որ անում է բժիշկը, այլ նաեւ հարակից տեխնիկները եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ամեն ինչը դուք ունեք այդ կոմպլեքսը ինչպես է աշխատում։ Էսթետիկ բժշկությունը, որն այսօր շատ ավելի արդի է։ Այո, իհարկե։ Վինիրներ, իրականացվում են ստոմատոլոգիայի բոլոր ճյուղերը, ինչպես նախապես նշեցի, եւ համագործակցում ենք տեխնիկների հետ, որոնք իհարկե Երևանում են աշխատում, այսինքն դեռ չկա։ Ցավոք, դեռ ոչ, բայց շուտով։ Համագործակցում ենք Երևանում աշխատող տեխնիկների հետ եւ կախված նաև տարիքային խմբերից, քանի որ մեզ մոտ բոլոր տարիքային խմբերի այցելուներն էլ սպասարկվում են, կախված տարիքային խմբերից իրենց խնդիրներն էլ տարբեր են լինում։ Եթե առավել կենտրոնանանք, առավելապես հաճախ, եթե տարածաշրջանում դիտարկենք, այն եզակի կլինիկաներից ենք, որտեղ որ մանկական ստոմատոլոգիայով ենք զբաղվում, օրտոդոնտիայով ենք զբաղվում եւ հիմնական խնդիրները երևի առավել հաճախ օրթոդոնտիկ խնդիրներն են, որ
կարելի ասել ավելի լիարժեք կարողանում ենք իրականացնել եւ պացիենտները վստահությամբ դիմում են, որտեղ նախկինում հիմնական խնդիրներից մեկը, որ դիմում էին Երևան, դա հենց օրթոդոնտիկ կամ իմպլանտոլոգիական խնդիրներն էին, որ գալիս են Երևան։ Իսկ այսօր արդեն մեզ մոտ վստահորեն կարողանում են այցելել։ Իսկ էսթետիկ կողմը ապահովում եք, կա, որովհետև ոչ միայն բուժում եք ատամնաշարը, այլ նաև չգիտեմ, սպիտակեցնում եք, վինիրներ եւ այլն։ Այո, իհարկե վինիրներ էլ ցանկացած ճյուղ Ինչ մտքով անցնի, ամեն ինչ ունեք։ Այո։ Նաև վիրահատական ինչ-որ միջամտումներ։ Վիրահատական միջամտություններից իմպլանտոլոգիական, ասենք եթե անատամ ծնոտների վերականգնում պետք է իրականացվի, ներկայումս բավականին տարածված եւ արդյունավետ եղանակը All-on-4 տարբերակ, այսինքն 4 իմպլանտների վրա ամբողջ ատամնաշարի վերականգնումը, որը Անատամ մարդկանց էլ եք բուժում։ Այո, իհարկե։ Այդ process-ն է կարողանում իրականացնել, որովհետև դա նորարարություն է ատամնաբուժության մեջ։ Բոլորս դեպի Գավառ։ Եվ ես վստահ եմ, որ շատ ավելի մաչելի է լինելու գոր։ Ես համոզված եմ, անգամ բենզինի գինը։ Մենք չգիտեմ, բայց ատամները միանշանակ։ Իսկ հասցեն ինչպես ձեզ գտնել Գավառում։ Ազատության 28։ Գավառ Ազատության 28։ Խաչատրյան ստոմատոլոգիական կլինիկա։ Սոցցանցերում ակտիվ եք, ունեք ձեր էջերը, ձեզ կարող են հետևել, որտեղ հիմա շատ արդիական է այդ ամենը։ Այո, իհարկե։ Facebook-յան, Instagram-յան հարթակներում բավականին փորձում ենք ակտիվություն պահպանել, աշխատանքի հետ համատեղել, նաև ակտիվությունը պահպանել։ Լեգենդար թատրոնն է դրամատիկական սիրելիս, այլ նաև արդեն ստոմատոլոգիական կլինիկա։ Բոլորս դեպի Գավառ բուժվելու։ Շնորհակալություն աղջիկներ, շատ հաճելի է ձեզ զրուցել, մենք էլ ենք շատ շնորհակալ, որ հյուրընկալվեցիք մեզ այսօր։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Գավառում է գտնվում Խաչատրյան ստոմատոլոգիական կլինիկան, աղջիկները հասցեն եւս մեկ անգամ Ազատության 25։ Արդեն գորանգիր գիտի, ծրում է հաջորդ շաբաթ կիրակի 28։ Որ հասնես 25-ը որ ասես հենա դիմացի մայրը։ Շնորհակալություն, դա Գավառն է, բոլորին ճանաչում, մենք էլ ենք արդեն ճանաչում Գավառում։ Եվ փաստորեն հիմա որ գնաք Գավառ եւ հանդիպեք այնտեղ մարդկանց, որոնք որ ունեն առողջ եւ գեղեցիկ ատամնաշար, պետք չի զարմանալ, որտեղ բոլորը այցելում են Խաչատրյան ստոմատոլոգիական կլինիկա, որը Գավառում է գտնվում։ Շնորհակալություն Մարիամներ, եւս մեկ անգամ ձեր գալիք տոները շնորհավոր, ամենալավ բաները ձեր բիզնեսին, այստեղ զեղչեր կան, այստեղ ակցիաներ կան, այստեղ սոցփաթեթով են աշխատում, այստեղ մարդիկ օգնում են երեխաներին եւ այստեղ մարդիկ իսկապես արհեստավարժ գործունեություն են ծավալում այնտեղ, որտեղ ծնվել են։ Դա շատ կարեւոր բան է, որովհետեւ հիշեցնեմ հերթական անգամ Երևանը ռետինե չէ եւ չի կարող անverջ մեծանալ։ Եկեք ամեն մեկս այնտեղ պետք լինենք, որտեղ որ ծնվել ենք։ Դա կարեւոր է։ Շատ շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։